ինքը մեր մեջ մի հատ բան թույլ տվեց, իբր թե լավ բան է, ես չեմ խոսում, որ մենք իրավունք չունենք հեռախոս ունենալու կամ գործա կամ չգիտեմ բանկային հաշիվներ, միգուցե մի հատ պետք է մեկին զանգելա, հարցը դրա մասին չի, եղբայրներ, դուք ճիշտ հասկացեք, ես գերությունն եմ ասում, լավ տեսեք ինչ տեղի ունեցավ։ Այսօր մենք էլ երկար բաներ չենք կարող նայենք։ Գիտեք խի, որովհետև բոլորը TikTok-ա դարել, կարճացրել է։ Եվ մատով միանգամից թերթում ենք, եթե մեկը մի քիչ երկալը մեր ներվեր էլ հերիք չի անում, ինչն է պատճառը եղբայրներ քուրեր։ Սատանան հասել է իր ուզածին, ինքը արդեն հնենց հարե, որ մեր սրտի մեջ լայքեք տենանք։ Քանի րոպե է տևում մեր աղոթքը։ Մեր աղոթներն էլ է TikTok դարել, ես ներողություն եմ խնդրում այս բառի համար։ Մեր սուրբ գիրք կարդալն էլ է TikTok դարել։ Մենք սիրում ենք կարճ։ Այսօր եթե պետք է ես 2 գլուխ կարդամ, շուշուտ կարդամ, լավ ուշադիր եղեք։ Կարդալուց հետո մեր հաջորդ քայլը ո՞րն է։ Միանգամից հեռախոսը վեր ենք ունում։ Աղոթելուց հետո մեր հաջորդ քայլը ո՞րն է։ Միանգամից ինչի համար եղբայրներ, այս լա մենք մեր զավակների մասին էլ չեմ խոսում։ Ինչի համար, որովհետև սիրելիներ գերության մեջ ենք։ Մեր եղբայրը, երբ որ զանգում են, գիտեք ինչ ասում, ասում է ես նստած եմ, ես բանտի մեջ եմ, բայց ազատության մեջ եմ, պատկերացնում եք, այսօր սատանան մեզ խաբում ասում է, դու ազատ մարդ ես, գնա մի հատ շուշուտ աղոթքը տարա, ժամը քեզ կարա հիշացնի, ասի գիտես Արտուր, քու աղոթելու ժամն է, լա գնա մի հատ Աստծուն աղոթի, գնամ աղոթեմ արխենանամ, ասեմ, ես ինչ լավ է, գնամ գիրքս կարդամ, բայց իմ մեջը դատարկություն է, երկնքից բան չկա, ես պատոհանը չեմ բացում, որ երկնքից գա, ինձ համար ինչ եմ արել, ուրիշ տեղից, իմ հետաքրքրությունը ուրիշ տեղ է, իմ ուշք ու միտքը ուրիշ տեղ է, եւ այդ ջուրը մտել է մեր մեջ, այսօր խնդրում ենք Տեր օգնի, պատասխան չկա։ Խնդրում ենք, փնտրում ենք, ման ենք գալիս սիրելիներ։ Չենք մտածում, որ մենք գերության մեջ ենք։ Ազատ գերություն է, դա ազատ գերություն է, վիսիլկա է։ Այսինքն մենք գերության մեջ ենք, բայց մենք չգիտենք։ Թող Տերը փառավորվի չերկարացնեմ, մենք պետք է կանգնենք աղոթքի եղբայրներ քուրեր։ Եվ ես գիտեմ, որ մենք բոլորս էլ այդ խնդիրը ունենք։ Մենք բոլորս էլ կապ ունենք եւ կախում ունենք հեռախոսի հետ ավելին, քան որ պահանջվում է։ Մենք կարելի է ասել ազատ գերության մեջ ենք, ու որից կյանքն որ չկա։ Սիրելիներ, եկեք կանգնենք Տիրոջ առաջ ու բերենք այս խնդիրը։ Ասենք Տեր, մենք ուզում ենք գերությունից դուրս գանք։ Ու գիտեք սիրելիներ, այդ պայքարը Աստված տվել ասма ձյութի, տապանի ներսը պետք է ձյութես, տապանի դուրսը պետք է ձյութես, դա քո ձեռին է, պետք է ձյութես, որպեսզի այդ ջուրը չգա։ Մենք պետք է հաղթող